Այս անգամ մի քանի տարի տարվա լավագույն պայծառատես դարձած Անի Գրիգորյանի հետ խոսել ենք հայերին սպասվող տարեվերջի մասին։ Անի Գրիգորյանը նշում էր, որ տարվա վերջին ամիսները հայերի համար լինելու են փորձությունների ու վերածննդի խաչմերուկ։ Պայծառատեսի տեսիլքներում երևում են երկու հոսքեր, մեկը ծանր, մութ փորձությունների ու կորուստների ստվերով, իսկ մյուսը լույսով ու ուժեղացման էներգիայով։ Խոսելով ընտանեկան դաշտի մասին, նշել է, որ շատերի կյանքում ավելի շատ սեր ու համախմբում կգա տարեվերջին։ Թաքնված լարվածությունները կբացահայտվեն, բայց նրանք հնարավորություն կտան մաքրվելու և հարաբերությունները նոր հիմքի վրա կառուցելու։ Խոսելով ֆինանսական ու աշխատանքային ոլորտի մասին, Անի Գրիգորյանը նշել է. «Սպասվում են տատանումներ։ Ոմանց համար տարեվերջը կլինի անսպասելի եկամուտների ժամանակահատված, մյուսների համար կորուստներից դասեր քաղելու ժամանակաշրջան»։ Պայծառատես Անի Գրիգորյանը հայերին խորհուրդ է տալիս չվախենալ փոփոխություններից, որովհետև դրանք ճանապարհ են բացում դեպի նոր հնարավորություններ։ Էներգետիկ դաշտի մասին խոսելիս Անի Գրիգորյանը հավելել է, որ զգացվում է ծանր մառախուղ, բայց նաև ուժեղ, բարի աղոթքների և հայրենիքի նվիրված հոգիների պաշտպանություն։ Այս տարվա վերջը կլինի ներքին հավասարակշռության փորձություն։ Ով կմնա վախի ճիրաններում, կզգա խոչընդոտներ, իսկ ով կվստահի իր ներսի լույսին, դուրս կգա նոր կյանքի դռներով։ Եվ եզրափակելով իր խոսքը, Անի Գրիգորյանը նշել է. «Տարվա վերջը հայերին բերելու է հոգևոր զարթոնքի շանս։ Լույսը կհաղթի մթությանը, եթե ժողովուրդը պահպանի հավատն ու միասնականությունը»։